Մենք մտնենք նոր բաժին, ավելի շուտ մեծ բաժին debug եւ փորձենք անցնել ինչ է preprocessor։ Ես ասեմ, որ preprocessor-ը debug-ի տեսակետից մոտիկ է, բայց առանձին թեմա է, բայց առանձին մեծ վերնագիր չի ստացվում։ Ինչ է preprocessor։ Preprocessor-ը պայմանական թարգմանություն տեխնոլոգիան է։ Ինչ է նշանակում դա։ Պայմանական ուրեմն թարգմանությունը մի հատ բառ եմ կասենք մյուս լեզուներում օգտագործում դիրեկտիվաների հրամաններ եւ այդտեղ կոչվեն դիրեկտիվաներ։ Փորձենք մեզ մոտ ներկայացնել, ուրեմն մոտ ծրագիրը գնում է։ Եվ լավագույնը սենց է, ես ունեմ execute file։ Ստեղ էլ է execute, բայց մեկը դեմո տարբերակը վերցնենք, դեմոնստրացիոնի, մյուսը արտադրական։ Այսինքն execute for ընդհանրենք economy, ինչ-որ մի բանի համար։ Ինչ է ստացվում։ Ես այս ծրագիրը ամբողջությամբ ստեղծում եմ եւ դեմո վերսիան ինտերնետում եմ դնում։ Շատ լավ եմ անում։ Բայց իմաստը սենց է։ Եթե ինտերնետում դնեմ ես իր ամբողջ վերսիան, ապա ամբողջությամբ ներկայացնել իր բազայով բանով ցանկալի չի։ Ցանկալի է դեմո վերսիան սահմանափակ լինի, որը դեմո վերսիայից արտադրություն ստանան, այսինքն դրանից չկիրառեն խանութներում վերջը տարբեր տեղերում։ Ստացվում է, որ ես արդյոք ունեմ իմ ծրագիրը, որը հրամաններից է կազմված։ Ես այնպես անեմ, ես փոփոխական դնեմ, ասենք ինչ որ մի հատ dd փոփոխական եւ իմ դեմո վերսիան կամ absolute իմ ծրագիրը ասի, եթե ես dd փոփոխականը true է, ապա որոշ ծրագրային հատվածներ exe file չներառեն։ Այսինքն որոշ կարևոր հնարավորություններ, դիկշներների մեծություններ եւ այլ, այսինքն սահմանափակել։ Շատ դեպքերում ստուգման համար է պետք լինում։ Ինչևից է, ուրեմն բանից պարզում է, եթե ես ուզում եմ իմ ծրագրային որոշ հատվածներ ուզեմ հանեմ, ուզեմ չանեմ, բայց մի ծրագրի համար մենք preprocessor-ի պայմանական հրամաններ ունի մեջը, բարձա preprocessor-ի հրամաններ ենք օգտագործում։ Preprocessor-ի հրամանները սկսում է վանդականիշով, C# վանդականիշն է, եւ ասենք իրեն define, ենթադրենք։ Preprocessor-ի հրաման ենթադրենք line։ Ինչևից է, ավելին ասեմ, if, մի քիչ հետո մենք կտեսնենք։ Այսինքն ստացվում է, որ մեզ մոտ preprocessor-ի հրամանները կարող ենք ներկայացնել մեր ծրագրային հատվածում պայմանական կոմպիլյացիա լինելու համար։ Այլ խոսքով կարող եմ չներառել այս մասը ու այս մասը, կախված իմ այս preprocessor-ի հրամանների combination-ից, այսինքն կոմբինացիայից կարող եմ ենթադրաբար ասել, որ մասը մտնի, որ մասը չէ։ Ենթադրենք այս մասը օքեյ է, կաշխատացնեմ կամ կօգտագործեմ, մի որոշ մասեր ես չեմ ուզում մտնի իմ ծրագրային համակարգի մեջ։ Չմոռանանք, որ ամեն դեպքում ծրագիրը լինում է demo վերսիա եւ execute վերսիա։ Demo վերսիայում ցանկալի չի ծրագրի բոլոր հատվածները թարգմանված ներկայացնել ամբողջ աշխարհին։ Demo վերսիային կներկայացնենք կտրտված ոչ թե ծրագիրը copy paste կանենք կկտրտենք, այլ հենց մեզ մոտ։ Պարզավոր preprocessor-ը մենակ դա միայն դա չի անում, սակայն չմոռանանք, որ ինքը պայմանական թարգմանությունն է, ձեր կոդը թարգմանի, թե չթարգմանի այդ մասը մտցնի ծրագրի մեջ, թե չէ։ Վանդականիշը մի քիչ առաջ նշեցի, դրանք դիրեկտիվաներ են կոչվում եւ մնացած լեզուներում կան եւ այդպիսի հրամաններ կան։ Տեսեք։ If, endif, pragma, undef, warning, նույնիսկ error կա ստեղ նշած չի, չէ, նշած է։ Եվ այլն։ Փորձեմ սկսել սկզբից, define։ Հայտարարում եք փոփոխական, հիշեցնեմ, որ դրանք namespace-ից վերև պետք է լինել, գոնե define-ը, հայտարարվում է փոփոխական եւ այդ փոփոխականը չեզոքացվում է։ Պայմանավորում են, եթե ես որևէ տեղ define եմ դնում, dd փոփոխականը ստանում է true արժեք։ Ասենք հիմա եթե ստեղ եմ ես աշխատանք անում, հին ծրագիր է, եկեք սա հանենք, որ մեզ չխանգարի ինչ է նշանակում դա։ Չմոռանանք console write line ունենք, գոնե մի հրաման լինի, որ բարևում է։ Եթե ես ստեղ գրեմ define,
DD, տեսեք կեստորակետ էլ չեմ դնում, ապա ինձ մոտ փոփոխական չի թույլատրում, ասում եմ, որ այս փոփոխականը true ստացավ, հիմա եթե ես տեղ գրեմ if, DDD, տեսեք, ահա, ասենք հավասար է true, դու ստեղ if-ը define-ի if-ով պետք է լինի, ոչ թե ձևով, սենց ինչ-որ դիրեկտիվայով պետք է գնա, ինքը ասենք սկսի աշխատել և ամենապարզ ծրագիրն եմ սարքում, փակագիծը կփակենք end if-ով, ահա, end if, այսինքն ամենահասարակ ծրագիրը ես դրեցի, հայտարարում եմ փոփոխական, ինքը արդեն true է, եթե ինքը հայտարարված չի, ինքը false է, հիմա եթե dead-end true է, ապա right line եմ անում, բարև, ծրագիրը հիմա մենք կնայենք իրար հետ, ոստեղ էլի ինչ-որ գործողություն գնում է, ահա, ես էլ end, սփորձենք, ինքը պայմանական թարգմանի, պայմանական թարգմանությունից հետո ինքը կներառի console right line բարևը, որովհետև պրեպրոցեսորի հրաման define ասելա, որ ես դետար եմ ընդունում և if-ը ինքը իրավունք ունի ստուգի։ If-ը ստուգում ասա true է, թե չէ։ Եթե այստեղ կարող եմ false գրել, կամ այս հայտարարությունից հանել, ասինքն եթե այստեղ գրեմ false, բարևը պարզա չի տա։ Ավելին ասեմ, իսկ եթե ես ուզում եմ այս true-ն չլինի, ուղղակի կամ կոմենտ եմ անում, այդ փոփոխականը գոյություն չունի, ինքը սխալ չի տա, ինքը ուղղակի բարևը չի տա։ Ինքը չի ասում, թե դու որևէ տեղ գրել ես չես գրել, ինչու ես դենով է, ինքը ընդունում է, որ պայմանական դիրեկտիվան if-ը այդպիսի գործողություն անում է։ Պարզա մենք ունենք նաև ուրիշ ձևով չեզոքացում, գրում ենք undefined, անդև, որ տառը, դեն, ինչու 3 տառ չգիտեմ։ Եթե ես undif եմ անում, ինքը կգնա end-ը միայն, եթե ես undif-ից հանում եմ իրեն, ապա ինքը սովորական բարևներ կտա։ Ահա իմ մոտ այս բարև ծրագիրը իմ կոդի մեջ մտավ։ Եվ ես ղեկավարեցի պրեպրոցեսորի դիրեկտիվաներով։ Վանդական ինչը պարտադիր է։ Հիմա այստեղ նշված էր ուղղակի տեխնիկապես առաջի տեղում դրեցի այս մասը, որ նշած է մինչև ծրագրի կոդը, նույնիսկ ներսպեսից վերև է, ինչքան գիտեմ, կփորձեք, չեմ ուզում դրա հետևից ընկնել, և փորձեմ ասել ով է if, else և end if։ Նու if else-ը գիտեք ինչ է, if else տարբերակները երկու ճյուղերն են, ստեղ էլ ինքը թույլատրում, և ինչ որ ես ասացի, դա կատարվում է, այսինքն ինչ որ ասացի, define-ում հայտարարվածը if-ով կարող է ստուգել, իր else-երով end if-ը փակագիծը փակել, թե որտեղ է ինքը ավարտվում։ Հետաքրքիր բան ասել, որ ինքը իրավունք ունի օգտագործել տրամաբանական կապվածություններ։ Այո, այս տրամաբանության հետ ինքը արտքատում է։ Եվ օրինակը, մի անգամից օրինակ, կարճ, չենք խառնվում, պայմանական թարգմանման դիրեկտիվաները թույլ են տալիս ձեր կոդի մասը մտնի վերջնական թարգմանության մեջ, թե չէ։ Հասարակ օրինակները կնայենք, պարզ դասերից, ոչ մի բարդության աշխան, սա true է դեն ստացել, բեն true է ստացել, ես իրան չեմ չեզոքացրել, բեն չեզոքացրել եմ, արդեն մեզ մոտ տալիս է, դեն և բեն false են, թե չէ, այսինքն սենց է ստացվում, ուրեմն դեն և բեն false չեն, true են, դրա համար բարև վերսիայի տակ մտանք, ու կաշխատենք, տեսնենք, որ բարև վերսիան կա, ուստեղ խամրացության աշխանով, եթե լավ է երևում, ապա կհասկանանք, հիմա եթե ես սրանցից մորևէ մեկը undefined անեմ դեն, ինքը կգնա դեմո վերսիա, ինչու, որտև այս տրամաբանությունը false բան արեց, եթե ինքը տալիս undefined և սա, այսինքն և սա պետք է false լինեն, ինքը մեկը true է, մեկը false, ինքը չի մտնում տեղ, մտնում է դեմո վերսիա։ End if-ով էլ կարելի ասենք, if else-ով էլ կարելի անել։ Հիմա այս undefined-ը, ես կարող եմ ջնջելով կատարել։ Այսինքն, ես undefined դեն կարող եմ այստեղ ջնջել։ Ահա։
Սա տրամաբանական կապվածությունը։ Ինքը դեմո վերսիա եկավ։ Այսինքն մեր դեդեն true-ի, false-ա։ Ստացվում է, որ if եթե, տեսեք, եւ սա, այսինքն բազմապատկումը միասնական կբերի կամ if else-ով կգնա, իսկ եթե ես այս տրամաբանությունը ստուգում եմ եւ ինքը ստացվում է false, ապա ստացվում է ես կընկնեմ else-ի տակ, այսինքն դեմո վերսիա կլինի։ Նու կա else ենթադրենք եւ կա if else, եթե նոր պայման ենք դնում, օրինակ եթե BB-ն էլա դրված, եթե այստեղ ես ավելացնեմ, այստեղ շատ չենք երկար մնա։ If else-ը կարա լինի, եթե ես սա, ասենց այս գործով կատարեմ, եթե ես սա էլ ավելացնեմ, if else-ի մեջ չմտավ, if else-ը կարող է կատարվել, եթե մի վարքյան, եթե BB-ն undefined, այստեղ երրորդն էլ գրված, BB-ն եւ այլն։ If else-ի ժամանակ ինքը նաև կստուգի այս մասը, եթե այս պայմանը մենք հիմա փորձենք բավարարել։ Դրա հետևից ես չեմ ընկնի։ Շարունակեմ։ Մեր կոմպիլյատորը ունի հետևյալ մեջը պահված, երբ ֆրեյմվորքում երևում է, իսկ core-ում դժվար է գտնելը, sense փոփոխականներ ունի, արդեն ներդրված trace եւ debug։ Չմոռանանք։ Երբ որ մենք այստեղ ունենք կոմպիլյատորի debug եւ release, երբեք չխառնել այս debug-ն ու release-ը այսա։ Trace եւ debug-ի հետ, ոչ մի կապ իրար հետ չունեն։ Debug-ը առանձին ներքին փոփոխական է, trace-ը առանձին ներքին փոփոխական է, ինքը define է արած եւ ինքը true է։ Ինչի համար։ Ինքը մեզ երկու հատ նվիրում է նախորով։ Եթե Visual Studio 20X-ի framework-ով եք ուզում, մեր մեջ կարող եք checkbox-ով ստուգել։ Core-ով ինքը համարում է, որ իմաստել չունի դրան, ասած պլիչկա դնել աշխատում է թե չէ։ Ստացվում է, որ հիմա ես ունեմ օրինակ, որը որ օրինակներ էս խմբում շատ են, դրա համար որոշ դեպքերում թողնում եմ տանը կողմնորոշվեք։ Տեսեք։ Ինքը ունի debug trace, դրա համար debug mode-ը տալիս, այսա արդեն ներքին, եթե ես դրեմ debug 2, ինքը չի տա, չունի ներքին, ինքը երկու հատ հզոր փոփոխական ունի define արած արդեն, որը պայմանական դիրեկտիվաների դեպքում կարող եք օգտագործել։ Օրինակ debug այնտեղ true է, դրա համար debug mode-ը կաշխատի։ Եթե ես իրան undefined անեմ debug-ը, ընտրեմ, ինքը not debug կլինի, այսինքն ես դրան կաշխատացնեմ, նույնը trace-ն է, trace-ը մեջը դրված է, եւ դրա համար trace mode կգնա։ Եթե ես ասենք այս trace mode-ից undefined չանեմ ընդհանրապես, undefined, այսել կդեմ undefined, արդեն մեջը կա, ես ստիպված եմ այսենց անեմ, ինքը կմտնի այստեղ։ Եզրակացություն, debug եւ trace-ները իմ DDBB-ն է, իր մեջ ներդրած, բառերը մեզ հուշում է, որ trace, ասենք տվյալ կոդավորումը, որ մակարդակն եք համարում, դե trace թարգմանված է կիրառական, debug-ը շարունակում է դեռ գտնվում է մշակման փուլում, անունն է այդպես։ Եվ debug-ը այստեղ դրվածը մենք շատ մանրամասը եւ հետաքրքիր ձևով կանցնենք։ Նոր դիրեկտիվաներ, error եւ warning հասարակեն նույնիսկ իմաստ չունի։ Եթե դուք հանկարծ error եք դնում, ինքը կանգնացնում է ծրագիրը։ Եթե warning եք դնում, զգուշացնում է ծրագիրը։ Այսինքն մենք error list-ում դրանք կարող ենք տեսնել։ Ում պետք է գա դժվար եմ ասել, բայց այդ ծրագիրը անverջ ղեկավարման տակ է։ Խնդրեմ։ Define-ը կա DD, եթե DD, ապա բարև, ուրեմն մենք ստեղ երկու տարբերակները կդնենք։ Error սխալ կա, եթե ես հիմա դնում եմ սա, բարևը տալիս է։ Հիմա ինչ եմ ուզում անեմ, այս error սխալ կան չմտավ ինքը իր ձևով, եւ եթե ես DD-ն հանկարծ undefined եմ անում, այսինքն սա չկա, իմ մոտ if DD-ից կփախնի սխալի վրա եւ ինքը աշիպկա կտա։ Տեսեք, թարգմանման աշիպկա, այսինքն սխալ, թարգմանը ասեք սխալ։ Եվ error list-ում մի անգամից տվեց, սխալ կա, դեք այս սխալ կա բառն է դե ուզում տեսնեմ, այսինքն այս ճյուղում դուք ձեզ հիշացնում եք ինչն է վատ, ինչն է լավ։ Այս սխալ կան error list-ում երևաց։ Շատ կարեւոր է, դուք կողմնորոշեք, դուք ձեզ կարաք ասեք, դուք չեք միացրել ենթադրենք ապահովիչը։
Սխալների մեջ դա կերևա եւ դա ուրախալի կլինի։ Պարզ է, եթե ես error-ի փոխարեն գրեմ warning, ինքը թարգմանությունը կգնա warning-ների տեխնոլոգիա, բայց իմ error list-ում կմնա one warning եւ կգնա warning եղեք զգուշ։ Այսինքն մեր դիրեկտիվաները թույլ են տալիս error list-ում դուք տեսնեք ձեր ուզած ինֆորմացիան այդ ճանապարհի հետ կապված։ Ինչևից է։ Line-ը Սա ընդհանրապես error list-ում այս թիվը ցույց է տալիս, բայց քորում փոխել են վերջի տարիները։ Դրա համար այս 10 հարցականի տակ, ինքը 10-րդ համարից չի սկսում, սակայն ինքը համարակալում է։ Ինքան թույլատրում է եւ դա մենք կարող ենք տեսնել ապագայում, երբ որ debug անցնենք, օրենքով եթե line եք անում, այս հրամանը օրենքով այստեղ line-ը 6 է գրած։ Այսինքն warning եղեք այսա 6-րդ հրամանն է։ Line 10-ը պետքա կրծներ եւ framework-ում տանում է 16։ Քորը նորություն է արել, համարելա որ այստեղ հետաքրքիր չի եւ debug-ում այս line-ը փոխվելու, երբ որ մենք debug, այսինքն ինչ-որ console application debug տարբերակով աշխատացնենք, այս կարիճնեվիները գան եւ այլն, եւ մենք իր այդ փորձենք աշխատանք կատարել։ Ինչևից է line-ը թույլ է տալիս համարակալումը փոխել, կարող ենք համարակալումը սարքել default, եթե ասենք line-ը sense վերցնենք, ինքը default-ի չի գալի, մեկը բացեղ 6-ա ցույց տալիս, սա փոքր թերություն չի, փոխվել է կոմպիլյատորը։ Ասենք մի տարի առաջ այսպես չէի կարդում ես, բայց բանից պարզում է, որ հիմա ես պետքա փոխվեմ, տեսնեմ ինքը ինչպես է իր հետ աշխատում։ Ստացվեց, որ line-ը իսկապես օրենքով համարակալումն է փոխում, ձեր համարակալումը չկինի 1-ից 6, այլ կինի 11-16։ Եվ կարող ենք վերադառնալ հին համարակալման։ Այստեղ դա չի ապացուցվում, line-ը կողք թողնենք, բայց իմանանք, որ այդպիսի բան կա։ Region շատ հեշտ է, ահա որ։ Մենք շատ ենք լսել պլյուս-մինուսով region տեսադաշտ է մեզ տալիս։ Region ասում է, եթե դուք ծրագրային հատված ունեք, որը ուզում եք աչքը չտեսնի, փակում եք։ Ինքը կոմպիլյատորը դեպի շատ բաներ։ Ասենք region եք անում, փակում ես հատված չեմ ուզում տեսնել։ Region-ի մեջ է։ Բայց ինքը նորմալ թարգմանվում է, այնպես չի որ։ Ես չեմ տեսնում, բայց ինքը միլիոն հատ բարերից։ Region-ը մոտավորապես այդ կարգի շարունակեմ վերջինը եւ reprocessor-ը ավարտում ենք։ Վերջինում pragma ուրեմն թույլ է տալիս ղեկավարել ինչ որ լավ բան։ Հնարավորություն է տալիս թարգմանչի զգուշացումը ղեկավարել, կարելի է զգուշացումը չեզոքացնել, կարելի է վերականգնել։ Այսինքն զգուշացման համար pragma կա եւ pragman էլի կարեւոր տեղերում է ինքը օգտագործում։ Ուրեմն disable-ը զգուշացումը հանվում է, restore-ը զգուշացումը վերականգնում է pragman, pragva checksum-ը շատ լուրջ բան է։ Այստեղ մենք չենք կարող օգտագործել, որտեղ հիմնականում ASP.NET Blazor-ում թույլ է տալիս checksum-ը ձեր ծրագրի գումարային թիվը ղեկավարել։ Դուսի ինտերնետով ձեր ծրագիրը վազվզում է եւ ձեր ծրագիրը ունի կոդի checksum, ձեր ծրագիրը նաեւ հեշտ կոդ է ունենալու, որ անցել ենք, որը կոդի տեսակն է, տեղափոխելության ժամանակ այդ հեշտ կոդն է control անում, վիրուս մտավ, թե վնասվեց ճանապարհին, checksum-ը հատուկ PDB ֆայլում database-ը կոչվում program debug database ֆայլում ինքը checksum է պահում եւ ես pragma checksum-ով իրավունք ունեմ ղեկավարել ուրեմն տարբեր ծրագրից ստացած կոդերի համեմատում այսինքն տարբեր ծրագրային հատվածների կոդերի համեմատում ինչ պատճառով օրիգինալի հետ բռնում է թե չէ լինում է պատահական սխալներ լինում է իսկապես վիրուս է մտել եւ փոփոխել Հատկապես օգտակար է Blazor-ում եւ այլն, որտեղ աղբյուրի ֆայլերը կարող են փոփոխվել կոմպիլյացիայի ժամանակ, չէ, կարող են վնաս կրել։ Ինչևից է pragma checksum-ը լուրջ կամ կարևոր է, երբ որ դուք արտադրողական գործունեության մեջ եք եւ գտնում եք, ասենք, server programming-ում, Blazor-ով կամ ASP.NET-ով, բայց եւ այնպես իմանանք, որ այդի դիրեկտիվա կա։ Warning-ներն է ղեկավարով։ Պլյուս checksum-ը ավելի լավ բան է։ Այստեղ ձեզ checksum-ը պետք է գա, եթե լուրջ աշխատանք են կատարում։ Եվ վերջինը։ Օրինակ, pragma warning disable արած եւ իմ մոտ գրածա, որ եւ այլն, S-ը նշածա, տեսեք, ISS-ը
restore եմ արել, այսինքն այն տվել եմ 99, բարևել եմ, pragma warning-ը restore եմ արել, այսինքն պետքա տա, եւ ինքը ստեղ տալիս է S-ը նշած չի, այսինքն warning-ի տեխնոլոգիան կա, ինքը կաշխատի, բարև ոչ մի խնդիր։ Warning-ում ինքը ասում է, որ այո, ես pragma warning-ը disable եմ արել, աշխատել եմ իր հետ, restore եմ արել զգուշացնի եւ S եմ դրել։ S-ը չի օգտագործվում։ Տեսեք, սա չի օգտագործվում։ Օրենքով, եթե ես pragma warning-ը disable-ը հանեմ, restore-նել հանեմ, հիմա երկու warning կլինի, միանշանակ, կասի, որ ան չես օգտագործում, S-ը չես օգտագործում, բարևը ոչ մի կապ չունի A-ի հետ։ Բազա եթե այստեղ պլյուս A գրեմ, անել օգտագործեմ, ինքը կաշխատի մի warning-ով, որտեղ ան օգտագործես։ Warning-ները ընդհանրապես այդպիսի հետաքրքիր տեխնոլոգիա ունեն։ Հիմա ես նորից եմ հանում եւ դրանով վերջացնեմ։ Այո, ան չի օգտագործում, S-ը չի օգտագործում, երկու warning ունենք։ Ես pragma եմ անում, առաջինը թող մտնի բարևն ու սա, որ ինքը warning չտա եւ կմնա մի warning, string-ը կմնա, կարճ ասած, որ warning-ի մեջ չի։ Բարձա եթե ես ես վառա restore-ը, ասենք disable-ը S-ը տանեմ ավենա վերջը, ահա։ Բարձա որ ինքը ոչ մի սխալ չի ունենա, վերջ, չի ունենա։ Ինքը warning ունի երկու հատ, իմ ծրագիրը դա չի տեսնում, ամփոփում։ Մեծ բաժին դեբագում տեղավորել եմ preprocessor, մեծ ենթաբաժինը, preprocessor-ը դրանք պայմանական թարգմանություն են, տվյալ կոդը վերջնական արդյունքում 0.1-երով մտնի աշխատանքի մեջ թե չէ։ Նրանք կոչում են դիրեկտիվաներ եւ իրենք տարբեր լեզուներում են իրենք կամ parser եւ C# նշանով իր տարբեր հրամաններով հանդես է գալիս։